միջև ծառայության սկսել կուզենամ մի սաղմոս կարդալ, շատ հարազատ սաղմոս է։ Прежде чем начать служение, я прочитаю один псалом, очень хороший псалом. Но я хочу, чтобы этот псалом стал вам роднее. Որտեղ շատ անգամ երրորդ դեմքով է գրված սաղմոսը։ Потому что очень часто третьим лицом написано этот Բայց ուզում եմ псалом. առաջի դեմքով կարդամ։ Но я хочу, чтобы мы первым лицом Իսկ թվում է մեր прочитали. չեմ գործի։ Я считаю, что не согрешу. Ուրեմն սաղմոս 91-ի 1-ից մինչև 16-ը։ Псалом 90 с 1 по 11 стихи. Ասա բարձյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը իմ ասպավեն եւ իմ ամրոց։ Իմ Աստված, որի ես հուսացած եմ, որովհետև նա կփրկե ինձ, որ սողի որոգայթիցը, չարժան տամահիցը, նա կծածկե ինձ։ Իր փետուրներով նա թևերի տակը ապահով կլինեմ։ Նրա ճշմարտությունը ասպար է եւ զրահ։ Ես չեմ վախենալ գիշերվա զարհուրանքիցը։ Այն նետից, որ թրջում է ցերեկը, այն ժաղտախտիցը, որ խավարումը շուռ է գալիս, այն հարվածիցը, որ սատկեցնում է կեսօրումը, 1000 հոգի իմ աջ կողմից պդնգեն եւ 10,000 ձախ կողմից, բայց ինձ չի մոտենալ։ Միայն իմ աչքերով կնայեմ եւ ամբարիշտի հատուցումը կտեսնեմ, որովհետեւ դու ես Տեր իմ հույսը։ Ես բարձրյալին ինձ ապավեն եմ արել, ինձ չար բան չի հասնիլ, եւ նեղությունը չի մոտենալ իմ բնակարանին, որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է ինձ համար, որ պահեն ինձ իմ բոլոր ճանապարհներումը։ Նրանք ձեռքերի վրա կառնեն ինձ, որ իմ ոտքը քարի չդպցնեմ։ Արյուսների եւ վիժերի վրա կգնամ, արյուցի կորյունների եւ վիշապի ոտով կող կտամ, որտեւ դու ինձ ցանկացար եւ ես կփրկեմ քեզ։ Ես բարձր կանեմ քեզ, որ դու ճանաչում ես իմ անունը։ Դու կկանչես դեպի ինձ եւ ես կլսեմ քեզ։ Ես քեզ հետ կլինեմ նեղությանդ մեջ, կապրեսնեմ քեզ եւ փառավոր կանեմ քեզ։ Երկար օրերով կկշտացնեմ քեզ եւ իմ փրկությունը ցույց կտամ քեզ։ Սա Աստծո խոստմունքն է։ Это обетование Божие. Ամենապահովը դա Տիրոջ ներկայության մեջ Самое է։ безопасное — это присутствие Господа. Աստված պատրաստ է ցույց տա այն բաները, որ իրանից է բխում մարդու կյանքում։ Господь готов показать те вещи, которые от Него исходят в жизни человека. Տերը սորտնի ամեն Пусть մեկից։ Бог благословит каждого из Միտեղ եմ нас. ուզում կարդալ Еще одно место хочу прочитать. Մատթեոս ավետարան 23-րդ գլուխ 37-39 խոսքը։ Евангелие от Матфея, 23 глава, с 35 по 37. Ասма Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորեղ եւ քեզ մոտ ուղարկվածները քարկոծող։ Քանի անգամ կամեցա քո երեխաների ժողվել, ինչպես հավը ժողվում է իր ձակերին, թևերի տակ, եւ դուք չկամեցաք։ Ահա ձեր տունը ավերված կթողնվի ձեզ, որովհետև ասում է ձեզ, թե այսուհետև չեք տեսնիլ ինձ, մինչև որ ասեք, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Հետաքրքիր է Հիսուսը ինչ ասում, ասում է Интересно, что говорит Երուսաղեմ, Иисус. Երուսաղեմ, մարգարեները կոտորող։ Иерусалим, Иерусалим, избивающих пророков. Քանի անգամ կամեցա հավաքեմ իմ թևերի տակ։ Сколько раз я хотел вас собрать, укрыл моих. Իմ ու քո ապահովություն Տիրոջ թևերի տակ բնակվելն է։ Мое и твоя безопасность жить под крылом Господа. Հիսուս ասում է, քանի անգամ կամեցա քեզ հավաքեմ։ Иисус говорит, сколько раз я вас хотел Ո՞նց собрать է тебя. հավաքում Հիսուսը։ Как он собирал? Մարգարեների միջոցով։ Через пророков. Ասում է, քանի անգամ մարգարեներ ուղարկեցի քեզ, բայց դու քարկոծեցի։ Сколько раз я отправил тебе пророков, но ты избивал камнями. Տիրոջ խոսքի միջոցով է հավաքում։ Через Слово Божие собирает. Քրիստոսով է հավաքում։ Через Христа Որտեղ собирает. Քրիստոսն է Տիրոջ խոսքը։ Потому что Христос Ամեն։ есть Слово Божие. Аминь. Եկեք այսօր բնակվենք Տիրոջ թևերի տակ։ Давайте будем сегодня Тираж обитать хоспиталь. под крыльями Божьими, под Որտեղ Տերը Словом զորավոր բան Божьим. ему քո կյանքում Потому что у անելու։ Господа есть сильное и могущественное Սիրելի для меня и Հիսուս, для շնորհակալ ենք քեզ тебя. անձ։ Драгоценный Иисус, благодарим Тебя. Մենք այսօր քո առաջ ենք, Տեր Сегодня ջան։ мы перед Тобою, Господь. Եվ քո կանչին ենք ձայնակցում ասում ենք, այո Տեր, մեր ապահովությունը քո թևերի И мы տակ է։ откликаемся к Твоему призыву и говорим, что защита наша под крыльями Մենք Твоими. սիրում ենք քո ներկայությունը, Мы Տեր։ любим Твое присутствие, Ու Господь. խնդրում եմ, որ քո քղանցքը տարածես այս վայրի մեջ։ И я прошу, чтобы Ты распространился на этом месте, Господь Бог Օրհնի мой. այսօրվա ծառայությունը, Տեր։ Благослови сегодняшнее служение, Վերցրու քո Господь. ձեռքեր մեջ, Տեր, եւ դու տար այնտեղ, Возьми որտեղ որ дու ես ուզում։ свои руки и веди туда, куда Ты хочешь, Господь. Եվ ամբողջ փառքը տալիս եմ И всю քեզ։ славу отдаем Тебе Հավիտյան во Սավտենից։ веки веков. Ամին, Аминь. ամին, ամին։ Аминь. Ամեն սիրով եւ ուրախությամբ փառաբանենք Տիրոջը եւ կհաղթենք փորձություններ միայն Տիրոջ օգնությամբ։ Ամեն
Հիսուսը ինձ տվեց ուրախություն երկնքից Պատվիրեց ուրախ լինել և դարձյալ ուրախ լինել Սիրով և ուրախությամբ Փառաբանությամբ Կհաղթենք փորձություններ Տիրոջ օգնությամբ Սիրով և ուրախությամբ Փառաբանությամբ Կհաղթենք փորձություններ Տիրոջ օգնությամբ Փառք ես Տեր, փառք ես Տեր Հիսուս Այս մեծ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Իմ մեծ ուրախության համար Հիմա ուրախ եմ անչամ Ուրախությամբ երկնայի Տեր Հիսուս կյանքս դարձրեց Շատ ուրախ ու երջանի Գիտեմ որտեղից եկա Եվ ուր եմ գնում Տեր Հիսուսն է սպասում ինձ Տանը երկնքում Գիտեմ որտեղից եկա Եվ ուր եմ գնում Տեր Հիսուսն է սպասում ինձ Տանը երկնքում Հալելույա Տեր Փառք ես Տեր Հիսուս Այս մեծ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Իմ մեծ ուրախության համար Անձրև թե փոթորի Սրտիս որքում կա ծնծում Արգևում եմ Հիսուսից Ուրախություն իմ սրտում Դժվար պահերին Տերն է Ինձ առաջնորդում Ուրախությամբ երկնքից Սիրտս լեցնում Դժվար պահերին Տերն է Ինձ առաջնորդում Ուրախությամբ երկնքից Սիրտս լեցնում Փառք ես Տեր Փառք ես Տեր Հիսուս Այս մեծ ուրախության համար Փառք ես Հիսուս Փառք ես Տեր Հիսուս Իմ մեծ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Այս մեծ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Իմ մեծ ուրախության համար Փառաբանում եմ անունդ սիրելի Հիսուս Փառաբանում եմ անունդ ուրախության համար Փառաբանում եմ անունդ սիրելի Հիսուս Փառաբանում եմ անունդ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Այս մեծ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Իմ մեծ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Այս մեծ ուրախության համար Փառք ես Տեր Հիսուս Իմ մեծ ուրախության համար Հալելույա Փոթորիկներ խաղացնող Տերը այստեղ է Եվ մեզ սովորեցնում է, որ մենք իշխանություն ունենք նույն անձրևների և փոթորիկների վրա
Որտեվ ճշմարիտ է ասում խոսքը, որ ինչ որ կապենք երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ ինչ որ արձակենք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ Շնորհակալ ենք Տեր այդ իշխանության համար եւ քեզ նմանը չկա աշխարհում Տեր։ Միայն դու ես մեր Տերը։ Շնորհակալ ենք քեզ նման սուրբը չկա։ Արժանի ես փառքերի Երկեք միաբան Տիրոջը Փոթորիկներ խաղաղեցնող Ալիքների վրա քայլող Երկիր նարարող Իմ սրտի մեջ բնակվող Օ իմ սուրբ անուն ունես Չկա դեռ քեզ նման Չկա դեռ քեզ նման Երկում ենք միաբան Հզորով անդ պար Չկա դեռ քեզ նման Իդ արջև պարավոր Երկում ենք սուրբ ես թակավոր Արժանի ես պարքերի Դու արկադարերի Չկա դեռ քեզ նման Աննման ես Ադոնայ Չկա դեռ քեզ նման Աննման ես Ադոնայ Երկում ենք միաբան Հզորով անդ պար Չկա դեռ քեզ նման Չկա դեռ քեզ նման Աննման ես Ադոնայ Չկա դեռ քեզ նման Աննման ես Ադոնայ Երկում ենք միաբան Հզորով անդ պար Չկա դեռ քեզ նման Օ իմ սուրբ անուն ունես Սքանչելի անուն ունես Ինչ հզոր անուն ունես Փրկիչ Հիսուս Օ իմ սուրբ անուն ունես Սքանչելի անուն ունես Ինչ հզոր անուն ունես Փրկիչ Հիսուս Չկա դեռ քեզ նման Չկա դեռ քեզ նման Երկում ենք միաբան Հզորով անդ պար Չկա դեռ քեզ նման Սատանայ Չկա դեռ քեզ նման Աննման ես Սատանայ Երկում ենք միաբան Հզորով անդ պար Չկա դեռ քեզ նման Սուրբ անուն ես Տեր Օ իմ սուրբ անուն ունես Սքանչելի անուն ունես Ինչ հզոր անուն ունես Փրկիչ Հիսուս Օ իմ սուրբ անուն ունես Սքանչելի անուն ունես Ինչ հզոր անուն ունես Փրկիչ Հիսուս Հալելույա Աննման ես Ադոնայ Աննման ես Ադոնայ Երկում ենք միաբան Հզորով անդ պար Ալելույա Տեր Աննման ես Ադոնայ Աննման ես Ադոնայ Երկում ենք միաբան Հզորով անդ պար Չկա դեռ քեզ նման
Հիսուս ինչ սքանչելի է Տեր Օ ինչ սուրբ անուն ունես Սքանչելի անուն ունես Ինչ հզոր անուն ունես Փրկիչ Հիսուս Շնորհակալ ենք Տեր Շնորհակալ ենք, որ քո անունով կարող ենք բացել երկինքը, քո անունով մոտենալ Հայր Աստծուն, շնորհակալ ենք Տեր, որ դու մեր կարիքները հոգում ես Տեր, երբ որ խոսքը չասած դու արդեն մեր կողքին ես, մեր մի ամեն մի հառաչանքը դու լսում ես Տեր, և քո օգնությունը գալիս է ժամանակին, Խոսիր մեզ հետ, քո ծառան պատրաստ է լսելու քո ձայնը, խոսիր մեզ հետ, ես քո կարիքն ունեմ, ես քո կարիքն ունեմ, ես քո կարիքն ունեմ Հիսուս, Էլ ուրիշ ոչինչ Ես քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Հիսուս Էլ ուրիշ ոչինչ Խոսիր ինձ հետ ով Տեր Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ Նոր հանդիպման կրակով Կրկին ոնցավարվի Խոսիր ինձ հետ ով Տեր Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ Նոր հանդիպան կրակով Կրկին ոնցավարվի Ես քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Հիսուս Էլ ուրիշ ոչինչ քո կարիքն ունեմ Տեր Քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Հիսուս Էլ ուրիշ ոչինչ Խոսիր ինձ հետ ով Տեր Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ Նոր հանդիպման կրակով Կրկին ոնցավարվի Խոսիր ինձ հետ ով Տեր Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ Նոր հանդիպան կրակով Կրկին ոնցավարվի Հարվում է սիրտերին Հարվում է սիրտերին Լսելով ձայնը քո
Իմ հոգին ոցավարվում է լսելով անունը քո Դու խոսում ես ու լսում ես Իմ հոգին դու թարմացնում Տեր խոսի ոցավարի Հալվում է սիրտը իմ լսելով ձայնը քո Իմ հոգին ոցավարվում է լսելով անունը քո Դու խոսում ես ու լսում ես Իմ հոգին դու թարմացնում Տեր խոսի ոցավարի Իմ հոգին Իմ հոգին Իմ հոգին Իմ հոգին Դու ոցավարում ես ինձ Տեր Դու և միայն դու ես պատասխանվող հարցերի Տեր Ես քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Սիրելիս բարձացու ձեռքդ Որտև դու նրա մեծ կարիք ունես Նա է լրացնում քո կարիքները Ասա նրա որ դու նրա կարիքն ունես Ես քո կարիքն ունեմ Ես քո կարիքն ունեմ Հիսուս Ես քո կարիքն ունեմ Աղաղակիր Տիրոջը Ես քո կարիքն ունեմ Հիսուս Ես քո կարիքն ունեմ Խոսիր ինձ հետով Տեր Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ նոր հանդիպման կրակով Կրկին ոցավարվի Խոսիր ինձ հետով Տեր Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ նոր հանդիպան կրակով Կրկին ոցավարվի Սիրելի Հիսուս, Драгоценный Иисус, մենք քո կարիքդ ունենք мы Տեր։ нуждаемся в Тебе, Господь. Մենք բոլորս կարիքավոր ենք այստեղ Տեր։ Мы все нуждающиеся здесь, Господь. Ու մենք կարիք ունենք քո Տեր։ И мы в Тебе нуждаемся, Господь. Մեր ծարավը դեպի քեզ է Տեր։ Жажда наша к Тебе, Господь. Խնդրում ենք իմ Աստվածին, որ այսօր քո ձայնը թող лысելի լինի ամեն մեկի սրտերին Տեր։ Мы просим, чтобы Твой голос был слышен в сердце каждого из нас, Господь. Հայտնվիր, բացվիր ավելին Տեր, որ ավելի Явись, ճանաչեն քեզ откройся Տեր։ еще больше, чтобы мы еще больше Մեր познали Тебя, ճանաչողությունը Господь. քեզանից է կախված, իմ Наше Աստվածին։ познание зависит от Тебя, Ինչ Бог չափով որ мой. բացվես այդ չափով միայն կարող ենք Какой ճանաչել мерой քեզ Ты Տեր։ откроешься, такой мерой мы познаем Тебя, Ու Господь. դու գիտես մեր չափը, խնդրում ենք Տեր, օգնի, որ знаешь չափերը нашу մեծացնենք Меру, ճանաչողությամբ։ Господь Бог мой, и благослови, чтобы мы расширили свои меры, Господь Бог мой. Խոսա այսօր մեր հետ Տեր։ Говори с нами, Господь. Ցանիր քո խոսք այսօր մեր սրտերի մեջ Сей Տեր։ сегодня свое слово в сердца наши, Господь. Մենք բոլորս քո կարիքդ ունենք։ Мы все нуждаемся в Тебе. Դրա համար քո հարց եկեղեցին երգում է Տեր։ Поэтому невеста церковь Твоя песню поет сегодня Ինքը Тебе. սիրում է քեզ Տեր։ Невеста церковь любит Тебя, Господь. Սպասում է քեզ Տեր։ Ожидает Тебя, Господь.
ու ասում է իմ И Աստվածին. говорит тебе Господь Бог мой. Ես քո կարիքն ունեմ, ես քո կարիքն ունեմ, ես քո կարիքն ունեմ, ես քո կարիք, այո իմ Աստվածին, Да, Господь սա մեր Бог мой, ծառավն է. это жажда наша. Ես քո կարիքն ունեմ, հալելույա Տեր, ես քո կարիքն ունեմ, ես քո կարիքն ունեմ, այո Տեր Հիսուս, ես քո կարիքն ունեմ, Խոսիր ինձ հետով Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ Նոր հանդիպման կրակով Կրկին բոցավարվի Խոսիր ինձ հետով Քո ձայնը թող հնչի Որ իմ հոգին ամբողջ Նոր հանդիպման կրակով Կրկին բոցավարվի Մեր մեջի ամենալավը Հիսուսն է։ Самый лучший среди нас Տանք Иисус. փառքը Տիրոջը։ Воздадим всю славу Ինքն է Господу. ամենալավը, ինքն էլ էստեղ է, Он փառք самый Հիսուսին։ лучший. Слава Иисусу. Այս ամեն ինչը նրա համար И է։ все это для Него. Եվ ես ասել եմ, էլի կրկնվում И եմ, я говорил Աստված и չի буду երևում։ повторяться. Չի Его не երևում։ видно. Ինքը կարա հայտնվի, երևա, գա, ասի, Он может явиться, показаться и прийти и сказать. ասի, Դավիթ, ինչի՞ չէ Թոմաս կարա գա հայտնվի, ասի, Դավիթ, ես ինչ բանը էսպես արավ, Ազգեն, ինչ բանը այնպես Может արավ։ явиться и сказать, брат Давид, брат Բեգլար, ես Вазген, ինչ բանը делайте так и այնպես արավ, так. բայց չի գալիս, չի Но не ասում։ приходит и не говорит. Կարիք ա լինում, որ երբեմն Վազգենը Բեգլարին ասի ինչ անի, Տիրոջ խոսքից, Бывает, Աղաջանը что, ասի ինչ անի, Мы հեսա друг կհելնի другу կասի говорим, ինչ как и անեք։ что делать. Աստծո ձևն է, Աստծո մեթոդն է։ Это Աստված метод տվել է իր рука խոսքը, Господа. Господь дал свое слово, իր հզոր խոսքը։ свое могущественное слово. Եվ ես իմ աղոթքն է, որ այդ խոսքը սիրո մուրճի պես բացի յուրաքանչյուր քարացած սրտի։ И моя молитва, чтобы это слово, как молоток, ударило по сердцу каждому, по Сиро мурчев. огрубевшему сердцу каждого. И это было Սիրո все в մուրճ- любви. Սիրո մուրճով։ И молоток любви. Լյուբովնի մալատոկ։ Молоток любви, да. Եվ կապ չունի թե դու քանի տարվա հավատացյալ И ես, не նոր имеет ես значения, ինես։ сколько лет ты Եթե верующий, սիրտդ новый քարացրել ես, или Աստծո խոսքը տեղ չի ունենա։ Նա պետք է սկզբից ջարդի, փշրի, հետո նոր տեղավորվի։ если у тебя сердце окаменело, не имеет значения, сколько лет ты верующий. Сначала должно Փառք Հիսուսին։ смягчиться твое сердце. Слава Господу. Դրա համար իմ Поэтому- աղոթքս է, որ մենք մեր սրտերը բացենք Տիրոջ Моя համար։ молитва, чтобы мы открывали свои сердца перед Богом. Ամեն։ Аминь. Սա որոշումի հարց է։ Это решение каждого Դու из ես нас. որոշում, И ты բացես, թե решаешь, չբացես։ открывать свое сердце или нет. Աստված թակողի դիրքում է։ Господь стучит Եվ ասում է այսօր, երբ որ նրա ձայնը лысում եք, и говорит, сегодня, когда вы ձեր слышали Его սրտերը մի голос, խստացրեք։ не ожесточайте свои Այսօրվա сердца. քարոզողը ես չեմ, Сегодня не я проповедую. բայց ուզում եմ մի տեղ хочу կարդանք ու Прочитать одно շարունակենք место. շարունակենք ծառայությունը։ Продолжим служение. Սաղմոս 42-ի երկրորդ խոսքը, Псалом 41, 2 стих. ռուսերենում երևի 41-ը կլինի։ Ամեն դեպքում իմ անձը ծարավ է Աստծուն։ Կենթանի Աստծուն։ Եվ շարունակությունը ինձի հուզում է, շատ է հուզում։
երբ պիտի գամ ու նրա երեսի առաջ երևամ։ Երբ պիտի գամ ու նրա երեսի առաջ երևամ։ Когда я приду и явлюсь перед лицом Его, Իմ անձս ծարավա Աստծուն։ душа моя жаждет Господа. Եղբայրներ, քույրեր, այսօր աշխարհը շատ մարտահրավերներ ունի։ Братья и сестры, очень много призывов у мира. Տարբեր բաներ է առաջարկում Разные вещи մարդկանց, предлагает людям. տարբեր ջրեր։ Разные воды. Եվ մարդիկ իրենց ծարավը հագեցնելու համար գնում են այդ ջրերի մոտ։ И люди для того, чтобы удалить свою жажду, идут к этим водам. Խմում են, Пьют, խմում են, բայց չեն հագենում, но они не удаляют որովհետև свою իրականում жажду. այդ ջուրը չի հագեցնի քո Потому ծարավը։ что на самом деле эти воды не Բայց удалят твою Տերը жажду. Սամարացի կնոջը ասեց, այն ջուրը, Но Господь сказал женщине-самаритянке, որ та вода, ես կտամ, которую я дам, հավիտյան չես ծարավ։ вовек не будешь жаждать. Ամեն, Аминь. գտել ես այս ջուրը։ Ты нашел эту воду. Եթե գտել ես խմի անհակ Если ծարավի нашел, պես։ и то Եվ пей, եթե дու как ծարավով ես жаждущий. եկել այսօր Если Տիրոջ առաջ, жаждой ты пришел к եւ այդ Господу, ծարավը քեզ բերա երբ պիտի ժամը երբ է գալու է, ժամը երբ է и գալու։ если эта Երբ պիտի жажда тебя գամ привела, когда же придет время? Տիրոջ առաջ Перед երևա։ Богом, чтобы я пришел. Հիմա մենք էստեղ ենք։ Сейчас мы здесь. Բարձրանանք ոտքի բոլորս Давайте поднимемся на ноги. Եվ բոլորս միասին ասենք, ահա ես И Տեր։ все вместе скажем, Ага, вот если я եկել եմ Господь, առջևդ։ вот я пришел перед Ահա лицо ես եկել Твое. եմ առջևը И я Տեր пришел Հիսուս։ перед лицо Твое, Եկել եմ Господь հանդիպելու Иисус. քեզ։ Пришел, чтобы встретиться с Тобою. Եվ Մարգարեն խոսում այն իր հետ։ И пророк говорит сам с собой. 11-րդ համարում, ինչու ես այդ տրտում իմ մեջ։ Почему истоеваешь, душа моя? Ինչի ես այդ տրտում է։ Почему истоеваешь внутри меня, Ինչ душа որ моя? հարցեր կա տրտմեցնում է, ինչ Есть որ մեկը մի какие-то вопросы, փորձության մեջ է։ которые, из-за которых Այս грустно աշխարհը тебе, շատ ուրախություններ искушения չունի։ есть. И у этого мира нет Եվ много ուրախությունն էլ радости. տված ժամանակավոր է։ И то, что дает эту радость, это временно. Ինչի ես տրտմել։ И пророк говорит, почему ты истоеваешь, Աստծուն душа հուսա։ моя? Եթե Уповай на այսօր Господа. որևէ խնդիր ունես եւ այդ Если խնդիրը у тебя քեզի есть какая-то տրտմացնում проблема, и от է, этой քո проблемы ուրախությունը тебе տանում է, грустно, и украдет ինքդ твою քեզ радость, ասա։ скажи сам Ինչու ես себе, տրտմել, ինչու ես почему տրտում, истоеваешь, ով իմ душа անձ, моя? Աստծուն հուսա, Надейся на Աստծուն Господа, հուսա, надейся на Աստծուն Господа, հուսա, надейся на որովհետև Господа. Потому էլի что պիտի գոհանամ Все նրանից, равно որ իմ я буду երեսի продолжать փրկությունն է, хвалиться իմ и Աստվածը, благодарить Господа, потому что Он мое спасение. Аминь. Пусть будет благословение имя Господа. Воздадим славу Господу. Аллилуйя. Հարթիրոջը Ահա ես եկել եմ արջևը Տեր Հիսուս, եկել եմ ուղղակի հանդիպելու քեզ։ Ահա մենք եկել ենք արջևը Տեր Հիսուս, եկել ենք հանդիպելու քեզ։ Ուսում ենք Հիսուս, որ մեր մեջ լինես, զորությամբ մեր մեջ հայտնվես։ Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր։ Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր։ Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր։ Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը։ Հավատքով ենք եկել, հավատում ենք առնենք, կստանանք օրհնություն քեզանից։ Ծարավով ենք եկել, դուր մեզ առատորեն, օրհնության գնաց աղբյուրին։ Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ
մեզ արարիչը զոր Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը զոր Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը զոր Ծափով բոլորս միասին Սա որոշումի հարց է Տեր մինչև մեզ շորնես չենք թողնի չեն գնա Տեր մինչև մեզ շորնես չենք թողնի չեն գնա Արիքը տունենք Տեր Հիսուս Ուսում ենք Հիսուս Որ մեր մեջ երևաս Զորության մեր մեջ հայտնվես Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը զոր Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը զոր Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը զոր Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը Ծափով բոլորս միասին Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը զոր Օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս Օրհնիր մեզ արարիչը զոր Բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը Եվ սրտանց դավանենք Հիսուսն է Տերը Որովհետև արժան է նա փառքի և երկրպագության Բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը սրտանց դավանենք Հիսուսն է Տերը Որովհետև արժան է նա փառքի և երկրպագության Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսին Ցնծացեք ով սուրբ է Ցնծացեք դուք հավիտենապ Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսին Ցնծացեք ով սուրբ է Ցնծացեք դուք հավիտենապ Ձեզ հարցնեն թե ով է Տերը Համարձակ դավանիր Հիսուսն է Տերը Որովհետև արժան է նա փառքի և երկրպագության Եթե քեզ հարցնեն թե ով է Տերը Համարձակ դավանիր Հիսուսն է Տերը Որովհետև արժան է նա փառքի և երկրպագության Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսին Ցնծացեք ով սուրբ է Ցնծացեք դուք հավիտենապես Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսին Ցնծացեք ով սուրբ է Ցնծացեք դուք հավիտենապես Դավանենք Հիսուսն է Բոլորս միասին բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը Եվ սրտանց դավանենք Հիսուսն է Տերը Որովհետև արժան է նա փառքի և երկրպագության Եթե ձեզ հարցնեն թե ով է Տերը
Համարցակ դավանենք Հիսուսն է Տեր Այո Որովհետև արժան է նա պարտքի Նա Տերը յուրաքանչյուր իրավիճակի վրա Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսի Ցնծացեք ով սուրբ է Ցնծացեք դուք հավիտենապես Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսին Ցնծացեք ով սուրբ է Ցնծացեք դուք հավիտենապես Շնորհակալ ենք Տիրոջը Հալելույա Օ հալելույա Հարկ Հիսուսի Հələ կողքինիդ հարցերը ասա իմացել ես Իմացել ես Բայց ինչը Հիսուսն է կյանքը ու ճանապարհը Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում Հիսուսի շնորհքով փրկություն ստացան Դե եկեք փառաբանենք Հիսուսն է կյանքը ու ճանապարհը Էլ ուրիշ կյանք չկա աշխարհում Հիսուսի շնորհքով ես փրկություն ստացա Եկեք փառաբանենք նրան Հալելույա Հալելույա Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա Հալելույա Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա 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 Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա Հալելույա Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Դու կյանքի աղբյուր ես Տեր Դու կյանքի աղբյուր Դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս Դու կյանքի աղբյուր Դու լույսի աղբյուր Դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս Դու փառավոր ես Դու թագավոր ես Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Դու փառավոր ես Դու թագավոր ես Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա 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 Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Հալելույա Հալելույա Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Հարկես որ մեզ կյանք ես պարգևել Ճամբարում արել ենք, այստեղեր ենք անում Այստեղ քանի մարդ կա, որ կյանք հաստացել Հիսուսից Վաու, հալելույա Ուսով եմ, որ նրանք ովքեր առաջի անգամ են այստեղ Նրանք էլ առիթ կունենան այդ կյանքից խմելու, այդ կյանքը ստանալու Հիմա ես ասում եմ քույրիկների, եղբայրների հետ Ալելույա, ալելույա, ինչ ենք անում Բարձրացնում ենք երկու ձեռքը եւ ասում ենք Փառքես նու նրանք ովքեր որ կյանք են ստացել Նրանք ովքեր որ դեռևս չեն ստացել կարան ավանսով բարձրացնում Փառքես որ մեզ կյանք ես պարգևել լավ Աստված փառավորվում է այս վայրի մեջ ժողովուրդ ջան Ալելույա Ալելույա Փառքես որ մեզ կյանք ես պարգևել Ալելույա Ալելույա Հրաշալի է եւս մեկ անգամ Ալելույա Ալելույա Փառքես որ մեզ կյանք ես պարգևել Շնորհակալ ենք Հալելույա Հալելույա
Քեզ որ մեզ կյանք ես բարգել Եվս մեկ անգամ Հալելույա Հալելույա Փառքես որ մեզ կյանք ես բարգել Փառքես Փառքես որ մեզ կյանք ես բարգել Փառքես Փառքես որ մեզ կյանք ես բարգել Դուր Տիրոջը փառքը Մենք նշեցինք, որ մեր մեջ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Շատ եմ սիրում իրան, սրտանց սիրում եմ իրան։ Եվ շնորհակալ եմ իրանից, որ ինքը անտես է անում ամեն ինչ։ Անտես է անում ամեն ինչ եւ գալիս է։ Չէ թե արժանի եմ։ Նա անտես է անում։ Մարգարեն կասեր երանի նրան, որի արածը հաշվի չես առնում, մեղքը հաշվի չես առնում։ Մենք արժան չենք, իդ նա է արժանացրել մեզ։ Նա իր ողորմությամբ գալիս է այստեղ։ Նա այստեղ է ուղիղ քո գլխավերևում է։ Նրա ներկայությունը այնքան առատ է հիմա այստեղ, որ նա շարքում հպվում է քեզ։ Բացիր սիրտդ Տիրոջ առաջ։ Բացիր նրա առաջ եւ նա կլցնի։ Աշխարհի մեջ շատ բաների համար ես բացել սիրտդ, այսօր բացիր Տիրոջ առաջ։ Եվ նա կլցնի քո սիրտը, նա կլցնի, և ես սիրում եմ այդ ներկայությունը, ամեն անգամ երբ որ կանգնում եմ նրա առաջ, ես ասում եմ Տեր, միայն քո ներկայությունը կարող է լցնել իմ դատարկությունը, որովհետև մարդը ինչի էլ հասնի, ինչ ջրերից էլ խմի, միևնույնն է, ծարավելու է, ինչով էլ լցվի, միևնույն է, դատարկվելու է, բայց Տիրոջ ներկայությունը հավերժ է։ Նա լցնում է այդ դատարկությունը։ Եթե դու ցավ ես կրել, տառապանք ես կրել, կորուստ ունես որևէ, հիշիր, որ Աստված միայն կարող է լցնել այդ դատարկությունը իր սքանչելի ներկայությամբ։ Շնորհակալ ենք Տիրոջը բոլոր եղբայրներքույրերի համար, ովքեր կանգնած են մեր կողքը աղոթքով, ծոմով, ամեն ինչով շնորհակալ ենք նրանց համար։ Բայց Տիրոջ ներկայությունն է միայն որ կլցնի մեր դատարկությունը։ Նա այստեղ է։ Բարձրացնենք մեր ձեռքերը նրան եւ ասենք. Սիրում եմ քո ներկայությունը։ Քեզնով ուզում եմ ապրել։ Քեզնով Սիրում եմ քո շնորհակալ եմ քեզանից Քեզնով ուզում եմ շնչել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ ապրել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ շնչել Երբ ես կանգնած եմ Տեր քո առջև Երբ փնտրում եմ երեսը քո Սիրտս լցվում է խաղաղությունով Եվ ուզում եմ ապրել միայն քեզանով Սիրում եմ քո ներկայությունը Շնորհակալ ենք Տեր քո ներկայության համար Քեզնով ուզում եմ ապրել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ շնչել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ ապրել Ամեն, 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 ամեն Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ շնչել Երբ ես կանգնած եմ
երբ ես կանգնած եմ Տեր քո առջև Երբ փնտրում եմ երեսը քո կյանքս լցվում է իմաստությունով կյանքս լցվում է իմաստությունով Եվ կապրեմ հավերժ միայն քեզանով Տեր դու ես իմ ուրախությունը Տեր դու ես իմ ուրախությունը Քեզնով ուզում եմ ապրել Քեզնով ուզում եմ ապրել Քո մեջ է իմ երջանկությունը Քո մեջ է իմ երջանկությունը Ես քեզնով ուզում եմ շնչել Քեզնով ուզում եմ շնչել Տեր դու ես իմ ուրախությունը Տեր դու ես իմ ուրախությունը Քեզնով ուզում եմ ապրել Քո մեջ է իմ երջանկությունը Քեզնով ուզում եմ շնչել Սիրում եմ Տեր Սիրում եմ քո ներկայությունը Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ ապրել Քեզնով ուզում եմ Հալելույա Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ շնչել Եվս մեկ անգամ ասա նրան սիրում եմ Տեր Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ ապրել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ շնչել Շնորհակալ ենք քեզանից Տեր Քո ներկայությունը վեր է ամեն ինչից Տեր իմ Աստվածս Եվ քո անունն ենք բարձրացնում այս տան մեջ Տեր Եվ քեզանից է մեր սպասումը Տեր Սարաված ու փափագած սրտով կանգնած ենք քո առջև Եվ սպասում ենք որ դու լցնես Այնքան օրհնես Տեր իմ Աստվածս Որ քո զորությունը երևա Միայն քո զորությունը երևա Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ ապրել Սիրում եմ քո ներկայությունը Քեզնով ուզում եմ մեծարում եմ քեզ Մեծարում եմ քեզ Մեծարում եմ քեզ Օրհնանքը միայն քեզ Գառնասո միայն քեզ Մեծարում եմ քեզ Մեծարում եմ Մեծարում եմ քեզ Օրհնանքը միայն քեզ Գառնասո միայն քեզ Մեծարում եմ քեզ Դու ես որ լսում ես ինձ Դու ես որ լսում ես ինձ Դու ես որ տեսնում ես ինձ Տխրության, ուրախության պահի
իմ կողքին ես դու ես որ լսում ես ինձ դու ես որ լսում ես ինձ դու ես որ լսում ես ինձ շնորհակալ եմ տխրության ուրախության պահին իմ կողքին ես դու մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ օրհնանքը միայն քեզ գարնասո միայն քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ օրհնանքը միայն քեզ գարնասո միայն քեզ մեծարում եմ քեզ բոլորս միասին մեծարում եմ քեզ մեծարում եմ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ մեծարում եմ քեզ օրհնանքը միայն քեզ գարնասո միայն քեզ մեծարում եմ քեզ Ողջունում եմ ձեզ եկեղեցի Ուզում եմ որ ինքներդ ամենքդ մեկդ ինքներեն հարց տա Ինչն է իր լավագույն գերազանց գերագույն փափագը Ես ինձ այդ հարցը տվել եմ ու պատասխանը գտել եմ Լինել Տիրոջ խնջույքին մասնակից ու տեսնել նրա երեսը առանց ամոթի Դրա համար պետք է ձուլվել լուծվել ամբողջովին ամբողջ հոգով սրտով Ձուլել եմ ուզում հոգիս հոգուտ հետ որ ինձ քեզանից զատող չլինի Լուծվել եմ ուզում սրբությանդ մեջ որպիսի կյանքս քո կամքով լինի Ուզում եմ սիրտս վախովդ լցվի չէ որ դա է սկիզբն իմաստության Խավարը մտքիս թող լույսը ցրի որպիսի տեսնեմ դուրն հավերժության Ձուլվել եմ ուզում արդարությանդ հետ, որ լույս ճամփեքդ ցույց տամ բոլորին։ Լուծվել եմ ուզում գթությանդ մեջ, որ անverջ պատմեմ գործերդ բարի։ Ողողվել կուզեմ սիրովդ հավերժ, չլինի մեղավորին ինքս դատանեմ։ Թրծվել կուզեմ կրակովդ թեժ, որ չար քամիներին դիմադրեմ։ Քիմքս թող քաղցրանա անունովդ սուրբ, շուրթերս միայն գոհություն երգեն։ Ուզում եմ կյանքս ընծայել քեզ, ուժ տուր, որ ճամփին չսայթակեմ։ Գրկել եմ ուզում ոտքերդ խոցված, արցունքներով լվանալ վերքեր տայրունոտ, կիսել ցավդ, Տեր իմ օրհնված, փափակս է խնջույքիդ լինեմ մասնակից։ Աղոթքս գոհության, ընդունիր Տեր, ողորմիր ունայնիշ, չմնամ անտեր։ Աղերսանքս լսիր, ով դու տիրակալ, կուզեմ ծնկաչոք գահիտ առաջ գալ։ Ով Տեր, քեզ եմ ես կանչում, գործիր Սուրբ Հոգով սրտիս խորքերում, թեպետ բարձրերում ես, հեռու ամեն աչքերից ամեն, սակայն խոնարհները պիտի քեզ տեսնեն։ Փառք Տիրոջը։ Слава Господу. Գիտեք, մի բան կա, որ մեզ մեկ-մեկ խափում, որ մտածում ենք մենք հավատացյալ ենք, էլ հավատալու բան չունենք։ И есть одно, что нас обманывает иногда, и мы думаем, мы верующие, и нам нечему больше верить. Բայց մեկ-մեկ ամենամեծ անհավատությունը եկեղեցու մեջ է լինում։ Но иногда самое большое в неверии это в церкви.
Որ աշխարհը Աստված չունի չի հավատում նորմալ է։ То, что мир не имеет Бога и не верит, это нормально. Բայց մարդ որ Աստված ունի չի հավատում, լավ չի։ Но когда человек имеет Бога и не верит, это плохо. Ուրեմն մի առակի մասին կարճ կասեմ, Я որփեվայրու кратко առակը։ расскажу об одной притче. Притча про вдову. Հիսուսը սենց է սկսում, ինչպես աղոթք անել եւ չձանձրանալ։ Иисус так начинает, как молиться и не устать. Կամ չհոգնել, չդադարեցնել И не աղոթքը։ переставать молиться. Ու այդ միտքը լավ հասկացնելու համար И для того, чтобы хорошо донести эту мысль, մի հատ առակ է պատմում, он рассказывает одну притчу, որ մի քաղաքում մի որփեվայրի կար, что в одном городе была одна вдова, որը որ ոսոխ ուներ, у которой был враг, տանջվում էր ձեռը։ и она мучилась в его руках. Ու մի հոգի կար այդ հարցը կարար լուծել, И был всего один человек, который мог решить этот вопрос. այդ քաղաքի դատավորը։ И был судья этого города, этот Դատավորն человек. էր մի մարդ, որ Աստծուց չէր վախենում, И этот судья был человеком, который Бога не боялся մարդկանցից էլ չէր и ամաչում։ людей не стыдился. Պատկերացրեք։ Представьте, Ունի իշխանություն, есть власть у него, Աստծուց չի վախենում, не боится Бога մարդկանց էլ չի ամաչում։ и людей не стыдится. Ու այս որփեվայրին И эта вдова ամեն անգամ գնում է каждый раз идет եւ ասում է իրավունք արա ինձ իմ ոսոխից։ и говорит: «Освободи меня от врага моего». Գրած է որ մի ժամանակ չէր կամենում լսել։ И написано, что в какое-то время он не хотел даже слушать ее. Դուք պատկերացնում եք նստած սենյակում, Вы представляете, сидит в комнате դնում է տատին նորից գալիս է։ и видит, что эта бабушка опять идет. Ճամփում է, И отправляет ее, նորից գալիս и է։ она опять приходит к нему. Այնքան որ մի օր ասեց, До того, пока он в один день сказал: սրամ դի պատասխանեմ «Я ես։ должен ответить ей». Պրծում չկա սրա ձեռից։ Некуда деться от нее. Ոչ թե սիրում ու հարգում էր որփեվայրուն, Не любила, не уважала эту женщину այլ вдову. ուղղակի իր հանգստության համար պատասխանեց, Просто для своего спокойствия он ответил ей, որ չգա ու չձանձրացնի։ чтобы она не приходила и не беспокоила, утомляла Տեսեք, այս его. առակը Հիսուսը պատմա ոնց гнալ մինչև վերջ։ И эту притчу я рассказал, как идти до конца. Ոնց գնալ մինչև վերջ նպատակին հասնելու Как համար։ идти до конца и дойти до цели. Ոնց գնալ մինչև վերջ աղոթքիդ պատասխանը ստանալու Как համար։ идти до конца для того, чтобы получить ответ на свою молитву. Ոնց գնալ մինչև վերջ հաղթելու համար։ Как идти до конца, чтобы победить. Գիտեք, որ ասում ենք մարդը հաղթեց, Когда говорят, человек победил, ինքը ինչ որ մի бանի մեջով անցել է որ հաղթել է։ этот человек прошел через что-то, чтобы победить. Ընդհանրապես հաղթանակը սկզբից չեն տոնում, վերջում են տոնում։ Вообще победу в конце празднуют, а не в начале. Հայաստանում մի հատ խոսք ասում է առուն թռի նոր հոպարա։ Среди армян есть такое слово: сначала перепрыгни ручеек, потом скажи гоп. Մարդ կա հոպանում է, թռնում է գնում արվի մեջտեղը։ Есть люди, которые сначала радуются, потом попадают в этот ручеек. Տեսեք, մի կարևոր բան է առակից։ Очень важная вещь из этой притчи. Որփեվայրին շատ լավ հասկացել էր։ Женщина-вдова очень хорошо поняла, Այս դատավորը լավն է, թե վատն է։ хороший или плохой этот судья. Մենակ ինք կարես հարցը լուծի։ Только он может решить этот вопрос. Կապ չունի իր Не բնավորությունը։ имеет значения, какого он характера. Ինքը ունի У իշխանություն него есть власть այդ քաղաքի վրա։ над этим городом. Այն ոսոխը իրան տանջումը, И тот враг, который терзал, мучил ее, մենակ այդ датավորը կար այդ ոսոխի հարցերը լուծի։ только этот судья может решить вопросы этого врага. Ու Տերն ասում է, հիմա նայեք այս դատավորին И ինչ է Господь ասում։ говорит: и посмотрите на этого судью. Բա Աստված, Но Господь, որ ինքը հայր է, который Отец, միթե իրավունք չի անի նրանց, ովքեր խնդրում են նրանից։ разве не Церковь освободит, ищет. не даст тем людям, которые просят у него день и Ու ночь? գիտեք ինչ է գրված, շուտով իրավունք կանի։ И написано, что он в скором времени решит вопрос. Եթե այդ անիրավ դատավորը չսիրելով իր հանգստության համար պատասխանեց, Если этот беззаконный судья, не любя, для своего спокойствия ответил, Աստված իր ժողովրդին սիրելով միթե չի պատասխանի։ тем более Господь Бог, который любит своего народа, разве не ответит? Գիտեք, մեր մեջ որփեվայրի ու դատավոր հարաբերություն չի Աստծո հետ։ Среди нас не такие отношения, какие у вдовы и этого судьи. Մեր մեջ հար եւ որդի У հարաբերություն։ нас отношения отца и сына. Մեր մեջ տեր ու ծառա У հարաբերություն։ нас отношения господина и раба. Ու ինքը իրավունք կանի։ И он решит.
Շարունակության մեջ ասում է, երբ որ մարդի որդին գա հավատքը գտնի երկրի И վրա։ продолжение говорится, Сын Человеческий, придя, найдет ли веру на земле? Ինձ թվում է տենց մարդ չի որ կարդա ասի այսինքն ոնց հավատք։ И я думаю, что все, кто читает, говорят, как веру? Հավատքով ենք չէ փրկվել։ Мы же верою спасены. Հավատքով ենք ստեղ։ Мы верою пришли сюда. Հավատքով ենք ապրում։ Верою живем. Բայց այս հավատքի մասին չի Это խոսում։ не об этой вере говорится, Խոսում են հավատքի մասին, որ մինչև վերջ այդում է։ а о той вере, которая идет до конца. Գիտես այդ որփեվայրին Знаете, эта женщина-вдова, իր ամբողջ ներուժը դրեց։ она всю внутреннюю силу вложила. Գալիս էր չպատասխանված այդում էր տուն։ Она приходила и неотвеченная уходила домой. Խնդիրը չլուծված։ Нерешенный оставался вопрос. Բայց մեկը մտածում էր, որ вաղը նորից գնալու Но է։ все равно она думала, что завтра все равно пойдет. Այս որփեվայրին Эта женщина-вдова, կոտրեց այդ քարի նման մարդուն она просто сломала этого человека каменного. ու իր պատասխանը վերցրեց։ И она получила свой ответ. Գիտեք, երբ որ Աստված գալիս է քո կյանք, Когда Господь приходит в жизнь твою երբ որ տեսնում է խնդիրները, и видит проблемы, Աստված խնդիրները ամեն տեղ է տեսնում։ Господь видит везде проблемы. Ինքը ավելի лավ գիտի մեր կյանքի խնդիրները։ И Он лучше нас знает наши Բայց проблемы. ուրիշ բան է փնտրում քո Он կյանքում։ другое ищет в твоей жизни. Դեռ դու աղոթում ես հավատքով, Он хочет увидеть, ты молишься верою, դու շարունակում ես ты պայքարել, продолжаешь бороться, դու շարունակում ես հավատալ։ ты продолжаешь верить. Գիտեք, երբ որ մարդը դադարում աղոթել, И знаете, когда человек перестает молиться, դադարում է հավատալ։ также перестает верить. Որտեւ այս առակը սկսվում է աղոթքով, И потому что эта притча начинается с молитвы վերջանում է հավատքով։ и заканчивается верою. Եթե դու հավատք ունես, քո հավատքի մղի դու աղոթես։ Если ты имеешь веру, ты должен молиться через эту веру. Եթե այս անիրավ դատավոր իշխանությունները այդ քաղաքի վրա, Если этот беззаконный судья имел власть над этим городом, այնուն որ մենք աղոթում ենք, то кому мы поклоняемся и молимся, իշխանությունի բոլոր քաղաքների վրա։ имеет власть над всеми городами. Այնուն որ դու աղոթում ես, Тот, кому ты молишься, իշխանություն ունի հիվանդությունների վրա, имеет власть над болезнями, իշխանություն ունի մահվան վրա, имеет власть над смертью, իշխանություն ունի ամեն ստեղծվածի վրա, имеет власть над всем творением իշխանություն ունի սատանայի վրա։ и имеет власть над дьяволом. Դրա համար աղոթի հավատքով։ Поэтому молись верою. Մի կարևոր բան էլ ասեմ ու Еще վերջացնեմ։ одну вещь скажу, важную очень, и завершу. Ես ինչքանով ես քո լուծումը տեսնում Տիրոջ մեջ։ Насколько ты видишь решение своих проблем в Господе? Սաղմոս 2-ն ասում է իմ աչքերը բարձրացնում եմ դեպի սարերը։ И псалмопевец говорит, я поднимаю свои глаза к горам. Այդ սարերը մեր բոլորիս համար տարբեր баներ կարա լինի։ Эти горы могут быть для каждого из нас разными. Այն բարձր բաները, որի վրա ուզում ես հույս դնես դու։ Это возвышенные вещи, на которых ты хочешь положиться. Հետո ասում եմ որտեղից կգա իմ օգնությունը։ Откуда придет мое спасение? Ասում եմ իմ օգնությունը երկնքից է։ Мое спасение, моя помощь с неба. Իմ օգնությունը երկնքից է։ Мое спасение, моя помощь с неба. Ու գիտեք ինչ ասում։ Знаете, Որ что говорит? ստեղծեց երկինքն ու երկիրը։ Который сотворил небо и землю. Ասկային որ աղոթում ես դու, И когда ты молишься, ինքը ունի այդ կարողությունը։ Он имеет эту силу. Ինքը ունի այդ Он հնարավորությունները։ имеет эту возможность. Ինքը ունի հրաշ պատրաստած քո Он համար։ имеет чудо, приготовленное для тебя. Բայց հավատքով աղոթի։ Только молись верою. Քո միակ լուծումը տես Աստծո մեջ։ Единственное решение своих проблем ты должен увидеть в Боге. Գիտես անգամ հույսդ եկեղեցու վրա մի դիր։ Даже на церковь не полагайся. Հույսդ ծառայողների վրա մի դիր։ Не полагайся на служителей. Հույսդ հովի վրա մի դիր։ Не полагайся, не надейся на пастыря. Աստված կարա հովի միջոցով, ծառայողների միջոցով, եկեղեցու միջոցով տա պատասխան։ Господь может через церковь, через служителей, через пастора дать ответ. Բայց քո հույսը իր վրա պետք է Но լինի։ твоя надежда, твоя упование на Него должно Ասա быть. իմ բոլոր աղբյուրները քո մեջ են։ Скажи, все мои источники в Тебе. 87-րդ սաղմոսը եւ երկիշներն ու պարբրնողները կասեն իմ բոլոր աղբյուրները քո մեջ են։ И в Псалме 86 говорится, все песнопевцы и все говорят, что источники от Тебя. Մի հատ կարևոր բան որ գրված այդ առակի մեջ։ И очень важная вещь, которая написана в этой притче. Ասма թեկուզ երկայնամիտ էլ լինի, Даже если он будет долготерпеливым, բայց շուտով կպատասխանի։ но все равно он ответит. Աստված կարա շուտով պատասխանի։ Господь может в скором времени ответить. Միայն նայի Հիսուսին։ Только смотри на Иисуса. Ամեն։